Ողջույն գործարար ալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, սա 106 եւ 5 հաճախականությունն է, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է, բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև։ Երկար ժամանակ անց կրկին դուք մեր տաղավարում եք, ես ուրախ եմ այդ առիթով։ Թատրոնում իրավիճակը ինչպիսին է, մի քիչ փորձենք երիտասարդությունից խոսել, ներկայացումներից խոսել, սերունդի դաստիարակությունից խոսել, որովհետև այսօր ամեն ինչ քաղաքականության շուրջն է պտտվում ու այն կարևոր բաները, որոնք եւս առաջնային են, հաճախ մնում են լուսանցքում։ Ես կուզեմ դրա մասին խոսենք։ Շնորհակալություն եւ հրավերի եւ թեմայի համար, կարծում եմ դա շատ կարևոր է։ Ինքս անկեղծ ասած դաստիարակություն բառը չեմ սիրում, ինչ-որ բռնություն կա դրա մեջ, եւ դաստիարակության միայն մի ձև եմ ճանաչում, սեփական օրինակը։ Ծնողները կարող են հազար մի հատ կարևոր բաներ ասել երեխաներին, բայց եթե իրենց պահվածքը հակասում իրենց ասածներին, երեխան չի դաստիարակվում, այնպես ինչպես իրենք կուզենային։ Թատրոնը նորմալ իր առօրյա կյանքով է ապրում, նոր 2 օր առաջ ավարտեցինք մեր ամանորի ներկայացումները, 2 ներկայացում ունենք, մեկը մեծ դահլիճում, մեկը փոքր։ Խաղացինք մոտ 250 անգամ, մոտ 1 ամիս։ Տարին ընդհանրապես 25 թվականը շատ հագեցած էր, բազմաթիվ փառատոներ, հյուրախաղեր, Չինաստան, Արգենտինա, Բրազիլիա, Մոնակո, Լեհաստան, Սլովակիա, հրավերներ տարբեր երկրներից, նաև Հայաստանով իհարկե, եւ զորամասերում, եւ մարզերում, որում առաջին հերթին իհարկե սահմանամերձ գոտում, դե սա մեր ավանդական դուք հաճախ եք սահմանին լինում, սահմանամերձ շրջանների երեխաների համար ավելի այսպես։ Այո, վերջերս հենց Կիրանց էինք գնացել եւ այդ նոր կառուցված դպրոցը եւ այնտեղ եկել էին 6 սահմանամերձ գյուղից երեխաներ։ Մենք 2 ներկայացում խաղացինք, որտեղ բոլորը չէին տեղավորվի մեկ դահլիճում։ Շատերը առաջ անգամ են կյանքում տեսնում ընդհանրապես թատրոն, տեխնիկային թատրոն։ Կարծում եմ դա շատ կարևոր է, որովհետև գիտեք ինչ որ գավառականություն կա ամեն ինչ կենտրոնացնել մայրաքաղաքում։ Սա շատ գավառական մտածողության արդյունքն է։ Երկիրը սկսում է սահմաններից։ Եվ ինչքան իրենց նաև կենցաղը քիչ տարբերվի այն կենցաղից, որը կա մայրաքաղաքում կամ մեծ քաղաքում, այդքան ավելի ամուր է երկիրը, այդքան ավելի ցանկություն կա այդտեղ ապրել։ Էլ չեմ ասում, որ միշտ ասել եմ, որ մեր թատրոնը բոլորի թատրոնն է, եւ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր արևի կտորի իրավունք ունի։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որտեվ քայլ առ քայլ հիմա ինչ մանկապարտեզներ են կառուցում, դպրոցներ, կարծում եմ կգա կհասնի այն պահը, երբ որ կսկսեն կառուցվել կամ վերանորոգվել, այսպես ասած, մշակութային տները, համապատասխան սարքավորումներով եւ Հայաստանի բոլոր թատրոնները պարտավորություն կվերցնեն արդեն լավ պայմաններում, լավ պայմաններ ասելով ես նկատի չունեմ կենցաղային, ես նկատի ունեմ բեմական լավ պայմաններում, որպեսզի ներկայացումը քիչ կորցնի, ցույց տալ ներկայացումները նաև այդ մարզերում եւ Ես քանի որ հենց մարզում եմ մեծացել Նոյեմբերյանում, հիշում եմ ամեն անգամ, երբ փողոցով անցնում էի, այդ շենքը տեսնում էի, ասում էին, սա կինոյի տունն է եղել։ Ու ես չի հասկանում դա ինչի մասն է, որովհետեւ այդ դռները միշտ կողպված են եղել, ու դա շատ կարեւոր է, այդ մշակութային կենտրոնների լինելը մարզերում հատկապես։ Ինչա դա տալիս սերունդին, այդ դաստիարակություն բառը չօգտագործեմ, սերունդի կրթության, արժեքների ձևավորման հարցում, այ շենքերը չտեսնել, ներսին տեսնել, ինչա կատարվում, ինչպիսի մարդիկ են այդտեղ, ինչ են արարում այդտեղ, ինչա ստեղծվում։ Հակասություն։ Մշակութային կրթությունը կրթության եւս շատ կարեւոր մասն է։ Երեխան պետք է ապրի եւ մեծանա
գեղեցիկ միջավայրում։ Նույնիսկ ասում են, որ հղիկինը պետք է գեղեցիկ բաներ նայի, տեսնի, լավ երաժշտություն լսի, որպեսզի երեխան գեղեցիկ ծնվի։ Սա շատ կարևոր է։ Մենք արտացոլում ենք այն աշխարհը, որը նաև կարողանում ենք տեսնել եւ լսել։ Իցնե ոչ մի բան չի գալիս։ Այս ամեն ինչ մատուցման արդյունք է։ Շենքերը պետք է գեղեցիկ լինեն, փողոցները մաքուր լինեն, մարդիկ պետք է գեղեցիկ հագնված լինեն, մաքուր խոսեն։ Կինոթատրոններ, պարզապես թատրոններ, համերգասրահներ, ցուցասրահներ, դրանք շատ կարևոր են։ Մարդու կենցաղը չպետք է անցնի միայն ուտել, խմել, գնալ աշխատանքի, պարկել, քնել, վերջ։ Սա չէ, սա դանդրալի կյանք է, սա անհետաքրքիր կյանք է, սա անիմաստ կյանք է, եթե քո կյանքում չկա գեղեցիկը։ Եվ մենք հաճախակի խոսում ենք քաղաքակրթական ընտրության մասին, արժեքների մասին, բայց արժեքը առաջին հերթին ձևավորվում է մշակույթի հետ շփվելով, որտեղ մշակույթի, ասենք ասեմ, ուսումնասիրման կենտրոնում մարդն է։ Նույնիսկ եթե դա նատյուրմորտ է։ Նույնիսկ եթե դա պեյզաժ է, մարդն է հետաքրքիր։ Եվ այդ մարդու հետ, որը այդքան էլ նման չի քեզ շփվելով, դու ձեռք ես բերում մի շատ կարևոր հատկություն, որ մարդիկ տարբեր են, բայց դա չի նշանակում նրանք մերժելի են, հակառակ, նրանք հետաքրքիր են, որ տարբեր են։ Այն մի հետաքրքիր բան անցավ մտքովս, պարոն Բաբայան, օրինակ մայրաքաղաքում թատրոնները բազմաթիվ են, երեխաները հնարավորություն ունեն այցելել, կինո կա, միշտ հնարավորությունը կա այցելելու, բայց մարզերում եթե դա չկա, մարդիկ կարծես թե փորձում են դա լրացնել բնության միջոցով, բնության հետ կապը ստեղծելով։ Արդյոք կարող ենք ասել, որ մոտ են այդ երկուսը իրար, նա էլ իր յուրահատուկ, այսպես կրթելու ձևը ունի, բնությանը մոտ կանգնել, ինչ նշանակություն։ Շատ լավ հարց է։ Գիտեք, ես հաստատ միշտ ասել եմ, որ Աստված մեծ էստետ է, որտեվ այն ինչպես նա արարել է այս մոլորակը, դա կարող անել միայն փայլուն արվեստագետը, մեծ ճաշակիտեր անձը, ուրիշ բանա, որ մենք փչացնում ենք դա, եւ միգուցե ժամանակ է պահանջվում, բայց մենք կամաց գալիս ենք այն համոզման, որ մեր տունը դա միայն մեր բնակարանը չի, մեր փողոցը չի, մեր քաղաքը չի, նույնիսկ միայն մեր երկիրը չի, մեր տունը այս մոլորակն է։ Եվ նույնիսկ եթե մենք բարելավենք մեր տունը, ասենք թե նույնիսկ մեր պետությունը, բայց կործանենք մոլորակը, մեր տունն էլ կկործանվի իր այդ միասին։ Բնությունը իհարկե կարող է լրացնել այն բացը, որը կա, եւ միգուցե ավելի լավ։ Եվ իզուր չէ, որ իսկական չէ։ Այո, իսկական, այո։ Ես ասում, նայում ես, ես շատ եմ ճամփորդում աշխարհում եւ Հայաստանով մեկ սա ընտիր ճաշակ է։ Բնություն է, տարբեր երկրներում, զարմանում ես գեղեցկության վրա։ Եվ կա եւս մի շատ կարևոր բան։ Քաղաքում մենք կարծես թե զրկված ենք այդ բնության ընկալումից։ Եվ երևի թե իրական քաղաքի բնակիչը նա է, ով փորձում է այդ բնության փոքրիկ կղզիակները ստեղծել քաղաքում։ Իր բնակարանում, հա, պատվանագոնքի եւ այլն, հա, չգիտեմ, Բաքվում, այգիները, որը շատ կարևոր է։ Մոտ լինել ավելի շատ։ Իհարկե, որտեվ բնությունը նաև ինչպես եւ իսկական մշակույթը արվեստը նա քեզ ազնվականացնում է։ Մենք հաճախակի նկատում ենք այդ ազնվականի հատկությունները տարբեր մարդկանց մոտ, գյուղացիների մոտ, որոնք ապրում են բնության գրկում։ Մենք զարմանում ենք, որտեղից այդ ազնվականությունը, հա։ Ինչն է օրինակ, որ հատկապես հաճ կա սառնում։ Վերաբերմունքը մարդու հանդեպ, սեփական անձի հանդեպ, հյուրասիրությունը, առաջինը չմոտենալ, չվերցնել, ամենալավ կտորը հյուրին, մեծագույն հարգանքը,
կնոջ հանդեպ, երեխայի հանդեպ, մեծահասակներ հանդեպ։ Մենք կարող ենք ասել սա ժառանգաբար փոխանցում, բայց սրա համար պահպանելու համար նաև միջավայրն է պետք, եւ միջավայրը միգուցե բնությունն է։ Նաև վերաբերմունքը բնության հանդեպ։ Որ ծառը կարելի է կտրել, որը ոչ։ Ավելի ծանոթ են, չէ՞ լինում, ավելի լավ են հասկանում բնության լեզուն։ Որտեղ նրանք բնության մի մասն են, կարծում եմ։ Այ աստիճ որտեղից է գալիս, նրանք իրենց չեն անջատում բնությունից։ Դու մի մասն ես բնության։ Մենք քաղաքում մենք դժվարանում ենք ասել, որ մենք քաղաքի մի մասն ենք։ Մենք ինչ որ մարդկանց կարող ենք ասել, սա մեր քաղաքի գույնն է, հա, եւ ճիշտ ենք ասում։ Այդպիսի մարդիկ կան, բայց ասել, որ մենք քաղաքի մի մասն ենք, դժվարանում ենք ասել։ Բնության մեջ ապրողը կարող է ասել, ես այս բնության մի մասն եմ։ Ես կարողանում եմ խոսել ծառի հետ, կենթանու հետ, թռչունի ասածն եմ հասկանում, եղանակն եմ հասկանում, արև լուսինն եմ հասկանում, ինչ է։ Քաղաքում ապրողը դժվար է դա ընկալում։ Դե բայց կյանքը այդպիսին է, ինչ որտեղ շահում ես, ինչ որտեղ կորցնում ես։ Դե գալիս են հետո ինչ որ մի կետում այդ բնությանը ավելի մոտ կանգնած մարդը ու քաղաքում ապրած մարդը լրացնում են միմյանց, արժեքներ են փոխանակում գուցե։ Դուք տեսել եք այդ փոխանակությունը, այ դուք շատ ուսանողների հետ եք շփվում, տարբեր սերունդներ են ձեր աչքի առջևով անցնում ու գնում։ Ինչ եք դուք տեսնում, կա այդ փոխանակությունը, ոնց է իրականացվում դա առհասարակ կա թե չկա։ Նույնիսկ ջան, այդքան ճիշտ բաներ ես ասում ես մեր խոսակցության ընթացքում։ Կուտակվել է, պարոն Բաբան, մենք երկար ժամանակ չենք սրուցել։ Այո։ Կարծում եմ սա ընդհանրապես մեր կյանքի իմաստն է, իրար լրացնել, իրարով հարստանալ։ Սրա համար պետք է միայն մի բան բաց լինել ուրիշի հանդեպ, աշխարհի հանդեպ։ Որտեղ սա միայն տալիս է քեզ հնարավորություն այն կարևորը, որը կա, որը դեռ քո մեջ չկա, բայց հետաքրքիր է կուտակել եւ գուցե ազատվել ոչ կարևորից։ Տարբեր տեղերից են գալիս ուսանողներս։ Տարբեր քաղաքներից, միգուցե տարբեր դաստիարակություն ստացած, միգուցե ինչ որտեղ տարբեր կրթություն, նույնիսկ տարբեր աշխարհայացքներ։ Եվ այդ տարբերությունը ես ինձ ասում հենց առաջին օրվանից, որ սա մեր հարստությունն է։ Դուք իրար կլրացնեք, ամենալավը կվերցնեք։ Եվ զարմանալի բան է կատարվում, ոչ թե զարմանալի, կարծում շատ լավ բան է կատարվում։ Նրանք սկսում են իրար հասկանալ, իրար օգնել։ Պարտադիր չի ընկերանալ, ամեն օր իրար այցելել, բայց պարտադիր է զգալ ուրիշի անհրաժեշտությունը քո կյանքում։ Սա ընդհանրապես կարծում ապրելու օրենք է, երբ որ դու զգում ես դիմացինի անհրաժեշտությունը քո կյանքում։ Անկախ նրանից ձեր մտերմության, ուրեմն չափ ինչքան է եւ այլն։ Մենք աղկատանում ենք, երբ որ մերժում ենք ուրիշ մարդկանց։ Մենք մեզ արհեստականորեն դնում ենք սահմանների մեջ։ Եվ հետո ասում ենք, ես մեր կյանքը ինչու դարվեց քան հետաքրքիր, որտեվ հնարավոր չի միշտ շփվել միայն ու միայն հայելու հետ, հա։ Ձանձրալի է դառնում։ Այո, ստանալու ոչինչ չկա այդտեղից։ Հայլ է։ Գոնե ծուր հայլիներ ասել հա լավ, հետաքրքիր է մի որոշակի ժամանակ։ Պարոն Բաբայան, այն նշեցիք, որ հաճախ եք լինում դրսում ներկայացումներով նաև դրսից ինչ կա, որ մենք պիտի սովորենք, այդ հարցը միշտ տարբեր ոլորտների մասով մենք միշտ քննարկում ենք, թե ինչ ունենք մենք դրսից սովորելու։ Այսօր ոչ միայն կուզեմ դա ասեք ձեր ոլորտի մասով, այլ նաև թե ինչ ունեն հայ մարդկանցից սովորելու դրսում, որովհետև այդ փոխանակությունն էլ է կարևոր։ Միայն մենք չպիտի սովորենք, պիտի մեզնից էլ սովորեն ու ինչ արժեքներ կան, որ հայկական են ու դրանք պիտի ավելի ամրացնել ու թույլ չտալ, որ խեղաթյուրվեն կամ ոչնչանան, լղոզվեն։ Նայեք, սովորելն ընդհանրապես լավ հատկություն է։ Անկախ նրանից դրսում, թե ներսում, սովորելը նշանակում է, որ դու բաց ես, սովորելը նշանակում է, որ դու երիտասարդ ես։ Չեխովը ասում էր, խելոքը սիրում է սովորել, ապուշը սովորեցնել։ Կարծում եմ սրա մեջ կա մեծ ճշմարտություն։ Դրսից ուրիշ աշխարհ, ուրիշ մարդիկ,
ուրիշ սովորություններ, նաև ընդհանուր շատ բաներ։ Ինչ որ բաներ կարող է քո համար դառնա հետաքրքիր, ինչ որ բաներ տեղափոխվում Հայաստան։ Օրինակ առաջին մեր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սփյուռքահայերի հոսքը, որի եկավ, բազմաթիվ բաներ բերեցին իրենց հետ. սուրճ խմել, ձեռնոցներ, գլխարկ, հովանոց, սրանք բաներ են, որոնք ընդունված չէին այստեղ։ Ինչ ենք մենք տալիս։ Ընդհանրապես արվեստը եւ մշակույթը դա, այսպես ասած, անոթների, փոխանցող սկզբունքով է աշխատում։ Ինչ որ բան տալիս ես, ինչ որ բան վերցնում ես, հարստանում ես։ Մենք հայերս ընդհանրապես այդ սովորություն ունենք, մենք ունենք թարգմանչած տոն, մեր մատենադարանում բազմաթիվ գրքեր կան, որոնք թարգմանվել են հայերեն եւ հասել են այսօր թարգմանված վիճակում, օրիգինալը չկա այլևս։ Նայեք ինչի կարող։ Մենք միշտ բաց ենք եղել աշխարհի համար։ Կարծում եմ, փակ լինելը գալիս է գավառականությունից էլի։ Երբ որ քեզ թվում է, որ այ կգան ուրիշ ինչ որ քամիներ եւ քո մեջից կհանեն ամենակարևորը։ Նախ աշխարհում ստերիլ ոչ մի բան չկա։ Եթե դու ունես որոշակի քո ինքնությունը հաստատող դրույթներ, եւ եթե իրենք ամուր են, ոչ մի բան չի փոխի դա։ Հիմա երբ մենք խոսում ենք ազգային ինքնության մասին, կամ ազգային արժեքների մասին, ես անկեղծ ասած միայն մի ազգային արժեք եմ ճանաչում՝ որակ։ Այն ինչ որակ չունի, չի կարող համարվել ազգային արժեք։ Որտեղ մնացած բաները նաեւ ազգային արժեք են ուրիշների համար։ Ընտանիք ազգային արժեք չի, շատերի համար։ Հարգանք դեպի մեծահասակ, հարգանք դեպի երեխաներ, հարգանք դեպի սեփական պատմություն, դեպի սեփական լեզուն, մշակույթ, կնոջ տղամարդու հարաբերություններ հարգանքով, ում դա տրված է իհարկե։ Եվ կա եւս մի շատ կարևոր բան։ Մի քանի տարի առաջ մենք մեկնել էինք մի փառատոնի, թատերական, տեխնիկային չէր, դրամատիկ փառատոն էր եւ ինձ հարցրեցին, ասեցին հայ թատրոնը ինչպես կբնորոշեք, ինչու է տարբերվում։ Ճիշտ ասած այդ հարցը ինձ չի տալիս, որտեղ շատ տարբեր են ներկայացումները եւ ասենց ինչ որ մի ընդհանուր բան գտնել դժվար, բայց գտա, կարծես եւ իմ հետ համաձայնվեցին նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ էին։ Հայ թատրոնը պոետիկ թատրոն է։ Անկախ նրանից հիմքում պիես է, արձակ է, բանաստեղծություն է, ընդհանրապես խոսք չկա։ Կարծում եմ լավագույն օրինակները հայ թատրոնի դա պոետիկ թատրոնից պոեզիան մոտ է երաժշտության, շատ ավելի մոտ է, քան գրականության։ Նա ավելի զգացմունքային է եւ հայ թատրոնն է այդպիսին շատ տարբեր է, ինչպես պոեզիանը շատ տարբեր։ Թումանյան եւ Չարենց երկուսն էլ հանճար են, բայց շատ տարբեր են իրենց ոճով, իրենց ձևով։ Պետք չի վախենալ աշխարհից, պետք չի պաշտպանվել աշխարհից, պետք է ընդունել աշխարհը, բերել քոնը դնել, մենք ունենք շատ բան։ Այդ մասով էի ուզում հարցնել, նորը ու ոչ սովորականը միշտ քննադատվում է, երբ ինչ որ բան նոր է տեղի ունենում ու գալիս է, միշտ բոլորը վատ են արձագանքում դրան ու հաճախ բնորոշում են, որ դե հայի բնավորությունը հայերը չեն սիրում նոր բաներ ու հատկապես մարզերում նաև բնակվող մարդիկ շատ այսպես ագրեսիվ են մոտենում, ագրեսիվ վարք կա դրա մեջ։ Դուք ո՞նց եք տեսնում, առհասարակ այդ քննադատությունը նորմալ է, թե նորմալ չի նորի հանդեպ, ու արդյոք դա պիտի լինի։ Ոչ թե նորմալ, բնական է։ Ընդ որում ես չեմ ասում, որ մենք այստեղ տարբերվում ենք ուրիշներից։ Բնորոշ է բոլորին, բոլոր ազգերին։ Նորը միշտ դժվար է ընդունվում։ Այդ հետո մի որոշակի ժամանակից հետո այդ նորը դառնում է վալսը համարվում է անառակ պար։ Եվ պարտիկացնել ինչպես կարելի է այդպես պարել։ Սա անառակություն է։ Սա երիտասարդ սերունդը փորձում է ուրեմն կոտրել մեր բոլոր բարոյական նորմեր։ Խնդրեմ։
Ես էլ չեմ բերի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է ընդունվել Կարմենը Բիզեի, էլի որպես անառակ բան օպերա եւ այլն բաներ։ Այդպես է, բայց դրա համար էլ կան մարդիկ, որոնք փորձում են այդ նորը տանել, այո, օյակապ հասկանալով, որ կարելի են որոշակի հարվածներ, բայց ժամանակը ինքը միշտ նոր է։ Եվ եթե դու չես ընկալում ժամանակի ընթացքը, եթե դու օգտագործում ես շատ տարածված բառ «երնեք մեր անցյալ օրերը», գուցե երնեք, բայց այդ անցյալ օրերը չկան, այնտեղ ոչ ոք չկա, դուք այսօր եք։ Մենք ունեինք մի դերասանուհի, որը 25 տարեկանից սկսած ամեն օր ասում էր «երնեք մեր անցյալ օրերը», ասում էր «աղջիկ ջան, ապրել է պետք»։ Դու 25 տարեկան ես, ինչ անցյալ օրերի մասին ես խոսում։ Ժամանակը միշտ նոր է, կհասկանաս ժամանակի ընթացքը, ժամանակի բնույթը, լավ է, ժամանակի հետ կշարժվես, չես հասկանա, քեզ պարզապես կնետի դուրս։ Նայեք, արվեստը տեսակետի շատ լավ լակմուս է, հա։ Արվեստի բովանդակությունը չի փոխվում, մարդը իր հույզերով, իր զգացմունքներով, իր տառապանքներով, ծեր, խանդ, ատելություն, դավաճանություն, այս ամեն ինչը կա, բայց փոխվում է ձևը ժամանակի հետ միասին։ Եվ այն ինչ որ 3 ժամանակակից էր, այսօր այլևս ժամանակակից չի։ Այսօր ժամանակը ուրիշ ձև է պահանջում։ Դա չի նշանակում, որ կորչում է այն կարևոր բովանդակությունը, ինչի մասին մենք խոսում ենք։ Բայց եթե դու այսօր փորձես պահպանել 5 ձևերը, դու ժամանակի հետ չես քայլի։ Ես բերեմ դες մի շատ երևի հասկանալու օրինակ։ Մեր եկեղեցիները հրաշք չէ։ Հրաշք, նայում ես 9-րդ դար, 14-րդ դար, 4-րդ դար, 18-րդ դար եւ այլն։ Ինչքան ճիշտ ընտրված վայր, ինչքան համահունչ են իրանք բնության հետ։ Եվ նոր եկեղեցիները 21-րդ, 20-րդ դարում կառուցված։ Չեն նայվում։ Նրանք ժամանակի մեջ չեն։ Ես թատրոնի դիմաց հենց Սուրբ Աննա եկեղեցին, որտեղ նաև կաթողիկ է եկեղեցի, դա հենց մեր բակում էր, ես այդքան էի սիրում այդ եկեղեցին կաթողիկ է։ Եվ երբ որ սկսեցին քանդել այդ լեզվի ինստիտուտը, որպեսզի կառուցեն, ես նույնիսկ մի հատ հոտված էր, նամակ էր գրեցի, որ թողեք այդ փոքրիկ եկեղեցին մնա, այգի սարքեք այնտեղ։ Իսկ եթե պարտադիր պետք է այնտեղ սարքել ինչ որ ուրեմն նոր եկեղեցի, ինչ որ կառույցներ եւ այլն, ապա արեք դա ավանգարդիստական ոճով, որպեսզի 13-րդ դարի Սուրբ կաթողիկ եկեղեցին երևա, փայլի, առանձնանա։ Ինչ արեցին, կորավ եկեղեցին կաթողիկ են, որը մի, չգիտեմ, զմրուխտ էր մեր այս ամբողջ միանման կառույցների մեջ։ Ժամանակը շատ կարևոր է, ձևը շատ կարևոր է։ Նոր ձևը դու ընկալում ես, երբ որ կարողանում ես ժամանակի հետ շարժվել, աշխարհի հետ շարժվել, առավելևս այսօր, երբ որ բոլոր սահմանափակումները արհեստական են։ Բայց նորն էլ է մարդը ստեղծում, սահմանափակումն էլ է մարդը ստեղծում ու մարդը, որ դրան դեմ է գնում, հենց մարդը մարդուն է, չէ՞ դեմ գնում։ Իհարկե, ճիշտ եք ասում, այդ ամեն ինչը գալիս է մարդուց իհարկե։ Ես հաճախակի գնում եմ նաև գյուղերում աշակերտների հետ հանդիպելուց եւ ասում, գիտեք, այսօր այն վիճակն է, որ գավառը ուղեղի մեջ է։ Դու կարող ես ամենախուլ գյուղում ապրել եւ լինել աշխարհի կենտրոնում։ Կարող ես Փարիզում ապրել Ելիսեյան ուրեմն դաշտերում, այսպես ասած, եւ լինես հավոր գավառական։ Ես հանդիպել եմ նման Փարիզում ապրող մարդկանց, որոնք կյանքում ոչ մի անգամ Լուվր չեն գնացել, որոնք ընդհանրապես մտածում են, չգիտեմ, ես նույնիսկ չեմ կարող որևէ համեմատություն անել Հայաստանի բնակիչների հետ։ Ուրեմն գավառականությունը ուղեղի մեջ է։ Եվ ամեն ինչ մարդուց է, ընդհանրապես ամեն ինչ մարդուց է։
Եվ շարունակեմ որ մարդուց է, հա, եթե կարելի։ Իհարկե։ Քեզնից է։ Նայեք, իսկ ինչու է քեզնից։ Որտեվ դու գտնվում ես տիեզերքի կենտրոնում։ Տիեզերքը սահման չունի, չէ՞։ Որտեղ ենք մենք գտնվում այդ ժամանակ։ Եթե նա սահման չունի։ Կենտրոնում։ Այ եթե դու զգում ես, որ դու գտնվում ես տիեզերքի կենտրոնում, սա նաև տալիս է քեզ, ուրեմն դու ղեկավարում ես այդ տիեզերքը։ Դա պիտի զգալ տա, որ դու ես կենտրոնում։ Դա բանարա, բայց եթե կենտրոն չի, բա որտեղ է տիեզերքը, եթե սահման չունի։ Նա անկյուն չունի, որ դու քեզ գտես ասես, ես տիեզերքի մի անկյունում եմ։ Չունի, նա սահման է, ուրեմն դու կենտրոնում ես։ Ուրեմն դու ես ղեկավարում։ Ամենայն դեպս այն իմպուլսները, որ քեզնից գալիս են, եւ արհեստականորեն ես քեզ խեղճացնում, եթե խեղճացնում ես, ասում ես, դե ես ինչ անեմ։ Կյանքը այդպիսին է։ Միշտ անելու բան կա, որտեվ ի վերուս մեզ տրված է ամենակարևոր մի հատկություն, ընտրության հատկությունը, ընտրության իրավունքը, որը մեզնից խլել հնարավոր չի։ Ուզում ես կլնես կարգին մարդ, կուզես կլնես սիրիկա, կուզենաս կհարմարվես, կուզենաս կապստանվես։ Միայն դու ես որոշում կայացնողը։ Մնացած բոլոր պարագաներում, երբ որ սկսում ես արդարանալ, դե կյանքը այդպիսին է, բոլորը այդպիսին են։ Դրանք պարզապես արդարանալու տարբերակներ են։ Շնորհակալ եմ շատ պարոն Բաբայան զրույցի համար, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ էր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, իսկ երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, վաղը կրկին կհանդիպենք, լավ եղեք։